Կատաղի մարտերից հետո հրադադար է հաստատվել Պակիստանի ու Աֆղանստանի միջև, բայց մարդիկ չեն հավատում խաղաղությանը։ Ջանք շուրոս հոլո, Պակիստան բարերն բանդի։ Պատերազմ է սկսվել, սահմանը փակ է, քիչ առաջ կործանիչները ավիահարվածներ են հասցրել։ Երեք նաև ռմբակոծություններ են եղել, իրավիճակը շատ ծանր է։ Հրադադարի հաստատման մասին հայտարարել է Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման խոսնակը, նշելով, որ իրենք դադարեցնում են կրակը Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Արյունալի բախումները սահմանային 7 շրջաններում սկսվել էին շաբաթ երեկոյան, հրաձգային զենքով ու հրետանիով։ Թե Աֆղանստանի, թե Պակիստանի կառավարությունները պնդում են, որ հակառակ կողմն է սկսել բռնությունները, իրենք միայն պատասխանել են։ Ըստ Պակիստանի զինված ուժերի, Աֆղանստանը 200 զինվոր է կորցրել, Իսլամաբադը հայտնում է նաև իր 23 զոհի ու 28 վիրավորների մասին։ Թալիբները սակայն պնդում են, որ սահմանային փոխհրաձգության ընթացքում սպանվել է շուրջ 60 պակիստանցի զինծառայող, վիրավորվել 3 տասնյակից ավելին։ Քաբուլի տվյալներով աֆղանական կողմն ունի 9 զոհ, 18 վիրավոր։ Աֆղանստանը հաջող գործողություն է անվանում Պակիստանի հետ բախումը, այնինչ Իսլամաբադը հավաստիացնում է, որ Պակիստանի զորքը ոչնչացրել է թալիբների մի շարք սահմանային հենակետեր, որոնցից կրակ էր բացվում իրենց ուղղությամբ։ Մուսուլմանական երկու պետությունների հարաբերությունները կտրուկ սրվել են վերջին ամիսներին։ Պակիստանի կառավարությունը մեղադրում է թալիբներին Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան ծայրահեղական խմբավորմանը ապաստան տալու համար։ Պակիստանի կառավարության խոսքով այս խմբավորման նպատակը Պակիստանում շարիաթի արմատական օրենքներով պետություն ստեղծելն ու Պակիստանն ահաբեկչական երկիր դարձնելն է։ Պակիստանի պաշտպանության նախարարը խոստացել է, որ այդ մտադրության համար թալիբները թանկ կվճարեն։ Մարիամ Ամերջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։